Հարավային Կորեան, որտեղ Թրամփը գտնվում է այս պահին, նրան շռայլել է ոչ միայն հաջողախոսություններ, այլև ոսկի ու նվերներ։ CNN-ը գրում է, որ պաշտոնական Սեուլը միացել է այն երկրներին, որոնք փորձում են նվաճել Թրամփի բարեհաճ վերաբերմունքն առկա աշխարհաքաղաքական իրողություններում։ Սպիտակ տան ղեկավարին օդանավակայանում դիմավորել է ռազմական նվագախումբը, կատարելով Village People խմբի YMCA ստեղծագործությունը։ Սա նույնպես հատկանշական է, քանի որ այն վերջին շրջանում դարձել է Թրամփի և նրա կուսակիցների հանդիպումների ոչ պաշտոնական հիմնը։ Տուրիստական կենտրոն համարվող Կյոնջու քաղաքում Հարավային Կորեայի առաջնորդը Թրամփին նվիրել է ոսկյա թագ, իրական պատմականի կրկնօրինակը։ Կորեայի ազգային թանգարանի տվյալներով այն խորհրդանշում է սրբազան իշխանություն և բացարձակ կառավարում։ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ նվերը կխորհրդանշի կորեական թերակղզում համակեցության նոր դարաշրջան, որի հաստատման շուրջ Սեուլն ու Վաշինգտոնը կաշխատեն համատեղ։ CNN-ը նշում է, կորեական կողմը հատուկ ուշադրություն է հատկացրել այն հանգամանքին, որ Թրամփը սիրում է ոսկի։ Աշխատանքային ճաշը նույնպես համեմված էր թանկարժեք մետաղով ու խաղաղությամբ։ Ոսկեզօծ բրաունի, որը մատուցվել է Peace խաղաղություն գրությամբ ափսեով։ Լրատվամիջոցները նկատել են, որ Լի Ջեմենի փողկապը նույնպես ոսկեգույն էր։ Թրամփը արժանացել է նաև բարձրագույն պետական պարգևին՝ Մուգունհվա մեծ շքանշանին, որը շնորհվում է բացառիկ դեպքերում։ Թրամփը Վաշինգտոնի և Սեուլի այժմյան հարաբերությունները համեմատել է ամուսնության հետ, ընդգծելով դրանց առանձնահատկությունը։ Ելույթում Թրամփը խոսել է Միացյալ Նահանգների տնտեսական վերածննդի համաշխարհային առաջնորդության մասին, ընթացիկ փուլ է անվանելով Ամերիկայի ոսկե դարաշրջան։ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ասիական շրջագայության ժամանակ հնարավոր է հանդիպի նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց իր խիստ հագեցած օրակարգի մասին։ Փենյանն ի դեպ Թրամփի այցի նախօրեին թևավոր հրթիռ էր փորձարկել։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է խաղաղություն հաստատել նաև կորեական թերակղզում։ Թրամփը հիշեցրել է, որ օրերս Կամբոջան և Թայլանդը իր մասնակցությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Հիշել է նաև օգոստոսին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական փաստաթղթերի նախաստորագրումը։ Ես բավարարվածության անբացատրելի զգացողություն ունեմ այդ ջանքերի շնորհիվ մենք միլիոնավոր կյանքեր փրկեցինք։ Եթե չեմ սխալվում, հակամարտությունը շարունակվում էր 38 տարի։ Նախագահ Պուտինը զանգահարեց ինձ ու ասաց. «Դա հիանալի է, պարզապես անհավանական», պատմել է Դոնալդ Թրամփը։ CNN-ը նշում է, որ Սեուլը հույս ունի ստանալու Վաշինգտոնի համաձայնությունը ատոմային սուզանավերի համար վառելիք գնելու հարցում։ Սուզանավերը Հարավային Կորեան ստեղծում է Հյուսիսային Կորեայի և Չինաստանի ռազմականացման ֆոնին։ Հենց Հարավային Կորեայում է հոկտեմբերի 30-ին Դոնալդ Թրամփը հանդիպում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Այս հանդիպմանը ուշի ուշով հետևելու է ամբողջ աշխարհը։ Ինչպես ենթադրում են արևմտյան լրատվականներն ու վերլուծաբանները, օրակարգում առնվազն 3 գլոբալ հարց կա՝ Վաշինգտոն-Պեկին առևտրային պատերազմը, Թայվանի ապագան, Ռուսաստանի վրա Չինաստանի հնարավոր ազդեցությունը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ խաղաղության դափնիներին արժանանալու Թրամփի ձգտման համատեքստում։ Թրամփը այժմ մեկ շաբաթյա շրջագայություն է կատարում Ասիայով։ Այն աշխատանքային ամենաերկար ուղևորությունն է Թրամփի երկրորդ նախագահական շրջանում։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։